Բարևձեզ Factor TV հյուրը ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն է, ողջույն պարոն Առաքելյան։ Ձեր կուսակցությունը արդեն կողմնորոշվել է խորհրդարանական ընտրությունների ուղղությամբ, մասնակցելու եք, չեք մասնակցելու, ինչ ձևաչափով միայնակ թե դաշինքային բանակցություններ կան։ Ընդհանրապես ընտրությունները ապրելու երկիր կուսակցության համար քաղաքական գործունեության բնական եւ խորհրդարանական ընտրություններն էլ առավել եւս կարեւորագույն կետ են։ Քանի որ կուսակցության ստեղծման պահից մենք գնացել ենք հենց ընտրություններով իշխանափոխության ճանապարհով, թիմ ընտրություններում մեծ մասնակցություն, հաղթանակներ, անհաջողություններ, այսինքն այդ փորձը մեր համար շատ կարևոր է, ու մենք համարում ենք ժողովրդավարության տեսանկյունից ընտրություններով իշխանափոխությունը լավագույն ձև է, որովհետև Հայաստանում երբեք ընտրություններով իշխանություն չի փոխվում։ Թե մեծ թերավատություն կան ինձ մի մասի մոտ, որ դա անհնար է, ինչու եք դուք մտածում, որ հնարավոր է։ Իհարկե, որ ասել տենց շատ հեշտ է, չի կարելի պնդել, բայց այն որ ասել այլ ընտրանքը որն է, այլ ընտրանք գոնե այս պահին այլևս չկա, որովհետև նախ ցանկացած պարագայում ինչ ձևաչափել ընտրես իշխանափոխության, ի վերջո գալու ես հանգես ընտրությունների, առանց ընտրությունների ձևավորել իշխանություն մեզ համար գոնե անընդունելի է եւ հակաիրավական է, այսինքն որևէ այլ մեխանիզմ իշխանություն ձևավորելու չկա, նույնիսկ եթե հեղափոխություն է լինում, պայքար լինում, վերջում պետք է գաս ընտրությունների։ Հիմա ընտրությունների նկատմամբ կա թերահավատություն, ոչ միայն հիմա Հայաստանում այս 30 տարվա ընթացքում շատ լավ ենք տեսել ընտրություններով ինչ է տեղի ունեցել, կեղծիքներ, բռնաճնշումներ եւ այլն։ Այս իշխանության օրոքել թիմ ընտրությունների մակարդակով ինքներս մենք էլ ենք ականատես եղել, բայց դրա կողքին մենք ականատես ենք եղել ընտրություններ, որտեղ մենք պայքարել ենք, մեզ մարդիկ ընտրել են, այդ ձայներին տեր ենք կանգնել, ստացել ենք իշխանություն։ Հիմա ասել, որ անհնար է, անհնար չէ, պետք է աշխատել առաջին հերթին հասարակության հետ, որովհետև ստանալ ժողովրդի քվեն ու ունենալ մեխանիզմներ, ունենալ թիմ այդ ընտրություններում պահել ձայները եւ օրենքի շրջանակներում հասնել իշխանության։ Հիմա դա բարդ է, բայց ընդդիմության համար էլ պետք է հասկանանք, որ եթե դու չունես այդ ռեսուրսները ընտրությունների մասնակցելու, իհարկե բարդ է։ Գնայք, իսկ ձեր խաղադրույքը ինչի վրա է լինելու խորհրդարանական ընտրությունների հետ կապված։ Գիտեք ինչ եմ ասում, որովհետև կան անց կուսակցություններ, այդ անձը չլինի այդ կուսակցությունը չի լինի, բացի մամուլի խոսնակը, որը երևի հասդարարի այդ կուսակցության ավարտի մասին, հա։ Կամ այս մամուլի խոսնակը լինի կուսակցության հետ։ Միգուցե, հա։ Նկատի ունեմ, որ շատ հաճախ անձերի շուրջ է կառուցված ձեր կուսակցությունը ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանի աջակցությունը ուներ, ով այսօր Բաքվի բանտում գերեվարության մեջ է, սա արդյոք հարված չի եղել ձեր կուսակցությանը եւ հարված այն աստիճանի, որ դուք գործոն չլինեք 26-ի ընտրություններում։ Իհարկե Ռուբեն Վարդանյանի դերը ոչ միայն կուսակցությունում, այլ նաեւ Հայաստանում բավականին կարեւոր է, իր գործունեությունը, իր նվիրումը եւ հույս ունեմ, որ օր առաջ Ռուբեն Վարդանյանը եւ մեր մյուս հայրենակիցները կվերադառնան հայրենիք եւ յուրաքանչյուրը իր պատասխանատվության չափով կշարունակի իր ծառայությունը Հայաստանին։ Ռուբեն Վարդանյանի այս պահին մեր կողքին չլինելը իհարկե անդրադարձել է նաեւ մեր թիմի վրա, բայց մյուս կողմից նաեւ հենց Ռուբեն Վարդանյանի այն падգամները, այն գաղափարները, այն արժեքները, որ մեր թիմում կա, դրանք ուժեղացնելու եւ այն ճանապարհը, որ այս պահին Ռուբենը Հայաստանում հնարավորություն ունի շարունակելու ոչ թե պատճառ, այլ այդ մեր համար շատ կարևոր առաքելություն է, որ Ռուբենը թեկուզ հերվից իր մտքում իմանա, որ այն գաղափարները, որ կա, դրանք մաքսիմում հնարավորությունների շրջանակներում մենք անում ենք, որ արդեն 2 տարուց ավել է պարոն Վարդանյանը Հայաստանում չէ, բայց մենք դրանից հետո էլ թիմ ընտրությունների ենք մասնակցել, հաջողություններ ենք ունեցել եւ հիմա էլ ակտիվ քաղաքական գործընթացների մեջ ենք, բայց ընդհանուր առմամբ նաեւ առաջին հերթին Ռուբեն Վարդանյանը երբեք Հայաստանի փրկությունը ամենևին մեկ անձով չէր պայմանավորվում, ինչը նաեւ մենք մեզ համար ընդհանրապես անընդունելի է ոչ միայն այդ մարդկուսակցությունների կամ ինչ որ անձերից հերոսներ եւ հակահերոսներ սարքելը, որովհետեւ եթե կա ժողովրդի մոտ մեծ մասի մոտ տենց խնդիր, բայց որ դա նաեւ քաղաքական դաշտում է արդեն նորմալ չէ, երբ ինչ որ անց գալիս է, որ հիմա ես կգամ, ես կփրկեմ, ես սա կանեմ, ես կա կանեմ։ Շատ ծայրահեղական ու պոպուլիստական գաղափարներ։ Գիտեք ինչ, որովհետեւ մենք մեր պատկերացումներով այն մարտահրավերները, որ Հայաստանում կան, որոնք ոչ միայն հիմա միշտ էլ եղել է, այնպես չի հիմա նախկինում տենց լավ վիճակում ենք եղել։ Մեկ անձի վրա հույս դնել, հետո այդ մեկ անձի հնարավոր սխալների ռիսկով դու գնաս երկիր կառավարելու, այդ մեկ անձը վայ կարող է սխալվի, այդ լոտո չի էլի, որ այս անգամ
լավ ղեկավար ընտրենք կամ այդ ղեկավարը հանգած չսխալվի, չի կարող մեկ անձի սխալները, իսկ ցանկացած ղեկավար կարող է սխալներ գործել, լինել ճակատագրական պետության համար։ Եկեք մենք մի քիչ Հետևաբար մենք նայենք քիչ անց գնանք, եկեք բայց այստեղ ընդհատենք, հիշեք խոսքը ձեր մասնակցության ձևաչափը։ Մեր մասնակցության ձևաչափը մենք միանշանակ մասնակցելու ենք խորհրդարանական ընտրությունների։ Այս պահին կան քննարկումներ այլ քաղաքական ուժերի հետ։ Զերծ կմնամ, քանի որ չկա վերջնական պայմանություն ու նաև իրենց կողմից էլ չկա։ Խոսակցություններ կան մեր ձևով շարժման։ Չէ, նման քննարկում չկա իրենց, այսինքն այս պահին մենք քննարկում ենք համագործակցություն, այդտեղ շատ կարևոր է ոչ թե մեն մեխանիկական համագործակցություն, արժեքային, ծրագրային, որովհետև ընտրությունների շուրջ 5 ամսվա պայմանավորվածություն այս հարցը ոնց լուծես, ոնց գնաց քարոզ արշավի կազմակերպչական տեխնիկական, դա լրիվ ուրիշ բան է, այդտեղ դու կարող ես ընդհանուր հայտարարել, բայց 5 տարի դու այդ մարդկանց հետ կարողանալու ես աշխատել, իշխանության մաս կազմել, հետեւաբար այդ մեր համար միշտ կամ այո, այդ մտավախություններ ունենալուց, այդ մտավախություններ ունենալուց մենք անում ենք մաքսիմումը, որ բոլոր այն հարցերը, բոլոր այն մտահոգությունները, որոնք սովորաբար դառնում են այդ դաշինքների ոչ արդյունավետ աշխատանքի պատճառ, այսպես հարթենք, այսինքն կան քաղաքական ուժեր, որոնք ամենայն հարգանքով ընդդիմադիր դաշտում գործունեություն են ծավալում, բայց մենք ունենք այդ մարդկանց հետ գաղափարական ծրագրային տարաձայնություններ, ուղղակի գնալ, որ մեխանիկական, որ լավ եկեք, այստեղ մի հատ այլ կարծիք է կա, չէ, որ այս վերջերս ինչ որ ակտիվ շրջանառ, որ ընդդիմությունը մեկ միասնական այդ նախ միֆ է, ժողովրդին այդ միֆով կերակրում են, հետո էլ հիասթափեցնում են, որ չի միավորվում, ոնց կարելի է ընդդիմության միասնական ճակատ գնալ այս Այսինքն դաշտը սև սպիտակի բաժանել կամ մեր համար չէ, մեր համար ընդունելի չի, որովհետև այդ ընդդիմության մեջ այնքան հակասություններ, որով նորմալ է։ Իսկ մենք ինչ ենք ասում, եկեք գնանք 3-4 խոշոր ընդդիմադիր բլոկներով, դրանով դու նաև ընտրողին ես հնարավորություն տալիս։ Ով ասե, եթե մարդը Նիկոլ Փաշինյանի չի ընտրում, անպայման գալու է այդ ընդդիմադիրին ընտրի, երբ որ այսօր ընդդիմադիր դաշտում, մասնապես խորհրդարանական ընդդիմության մոտ կա բավականին բարձր հակառեցինք։ Ու երբ որ քեզ ընտրում է, բայց դու գնում ես դաշինք ես անում մի ուժի հետ, որին այդ մարդը չի ընտրում, սովորաբար չի ընտրում, ասում է, ես քեզ կընտրի, բայց որ դու սրա հետ ես, քեզ չեմ ընտրում։ Հետևաբար դա էլ է լուրջ խնդիր, նաև մարտավարական առումով։ Իսկ մենք ինչ ենք պատկերացնում, որ ընտրությունը որ դաշինքում եք զգուշանում չհայտնվել, որ խմբավորումները դե մենք բացառում ենք համագործակցություն խորհրդարանական ընդդիմության ուժերի հետ, դա մասին միշտ հայտարարել ենք։ Կնեք նախընտրական թե հետընտրական համագործակցություն, ասենք կոալիցիա կկազմեք, կոնսենսուս մինուս 1 սկզբունքով Փաշինյանն հեռացնել, ընդհանրեք դուք եք անցել ու եւս երկու նախկինական ուժ։ Մենք այս պահին քննարկում ենք ու բացառապես, քանի որ այդ նախկինական ուժերը չնայած չեմ տեսնում, որ այնպես մեծ պոտենցիալ ունեն, բայց եթե հայտնում են խորհրդարանում, մեր միակ քննարկվող տարբերակը, որ այլ ուժեր կարող են գալ ընտրել մեզ երկրի կառավարման մասով։ Դուք տեխնազու կներկայացնեք։ Այո, իսկ եթե հիմա այդ մարդիկ խորհրդարանում կլինեն ու խորհրդարանի շրջանակներում որոշակի լծակներ կունենան, այդ ժողովուրդը ընտրել է իրանց որպես խմբակցություն, դրա հետ պետք է առնչվես։ Այսինքն ամենաշատ ձայն հավաքած ընդդիմադիր ուժի տեխնազուին կընտրեք վարչապետի։ Չէ, նման քննարկում չկա, ամենաշատ ձայն հավաքած տեխնազուին վարչապետ ընտրելու թեզը տենց որևիցե տենց որ տրամաբանություն չունի, որովհետև օրենսդրությունն ասում է գնա 50+ հավաքի դարձի վարչապետ։ Եթե չես հավաքել, էլ դրանից հետո տենց առաջի ով ամենաշատ ձայնը հավաքել, տենց մոտեցումներ չկա ու Իդեպ պարոն Արաքելյան, հուսամ քաղաքական ուժերը գիտեն, որ եթե երկու ուժ դաշինք է կազմում 8% պետք է հավաքեն։ Այո, գիտեմ։ 3 եւ ավելի արդեն 4 եւ ավելի։ 4 եւ ավելի 10, չէ՞։ 10%, այո։ Դա բարդացնում է, ինձ թվում է։ Հա, մենք քանի որ ունենք նաև ընտրությունների մասնակցության շատ մեծ փորձ, բնական է, շատ լավ տիրապետում ենք ընտրական օրենսգիրքին։ Հա, շատ կարևոր բան ասացիք, որ ոչ միայն այդ մասով, ամենայն հարգանքով այսօր քաղաքական դաշտում ընդդիմության մեջ կան քաղաքական ուժեր, ամենաազնիվ մողումներով առավել եւս իշխանափոխության մասով, բայց եթե այդ ուժերը տեսնում ենք, որ տարբեր օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով այս ընտրությունների նախաշեմին ունեն մեծ ռիսկեր շեմը հաղթահարելու, շատ կարևոր է, որ առաջին հերթին այդ ուժերը գնան համագործակցության, այսինքն որ ընտրողի ձայնը չփոշի անա եւ յուրաքանչյուր ընտրող ունենա իր ներկայացվածությունը խորհրդարանական ուժերի համատեքստում եւ հետեւաբար մենք նաեւ անում ենք առավելագույնը, որ նաեւ այդ փոքր ուժերին փորձենք ներգրավել, որովհետեւ ամեն դեպքում այդ մարդիկ քաղաքական ճանապարհ են անցնում թեկուզ սահմանափակ ռեսուրսներով, բայց առանձին մասնակցությունը բերելու է ձայների փոշիացման ու քաղաքական ազդեցության բացակայության եւ եթե այդ փոքր ուժերն էլ, անհատներն էլ, անկախ իրենց չափից, բանից եթե գաղափարական ու արժեքային ընդհանրություններ կան, մենք այդ ուժերի հետ էլ ենք քննարկում։ Մի խոսքով չեք բացահայտում ովքեր են։ Միգուցե Հայ ազգային կոնգրես, Հայկ Մարության, հա։ Լեմ ասում, տարբեր ուժերի հետ կան քննարկումներ, ըստ բացառում ենք
այդ խորհրդանական նախկին իշխանությունների հետ քննարկում, մնացած ուժերի հետ բարբերաբար կան քննարկումներ, որովհետև անգամ եթե որոշ ուժերի հետ քննարկումների արդյունքում այդ հնարավոր դաշինքում որոշ մասը կներգրավի կգնանք ուրիշների հետ մի մաս չէ, դրանից բացի համագործակցելու մեծ տիրույթ կա, հա, ընտրությունների վերահսկման մեխանիզմներ, քարոզարշավի ժամանակ չնայած ասում ենք իրար չքննադատելու, հա ինչ որ գոնե պայմանավորվածություն եւ այլն։ Հետեւաբար այս քննարկումները այդ նույնիսկ դաշինքային տարբերակում շատ ուժերը չեն ներգրավվի, ամեն դեպքում համագործակցությունը կարծում եմ վնաս չէ։ Տեսեք, չափազանցված է Ռոբերտ Քոչարյանի դեմ, հատկապես նրա դեմ այն մեղադրանքը, որ եթե դուք մասնակցում եք, իսկ նա ասել է հավանաբար կմասնակցեմ իր դեմքով, հավանաբար բառը շեշտելով, մեծացնում եք Փաշինյանի ընտրվելու շանսերը։ Սերժ Սարգսյանը ոնց հասկանում ենք, այդքան մեծ խանդավառությամբ չի վերաբերվում վարչապետի թեկնածու լինելուն, բայց ՀԿ-ն պարզ է կմասնակցի, թեև ասում են դեռ չունենք, այսպես վերջնական որոշում ոնց է էլի այդ կորը գործում, ասենք նախկինները ոնց են բարձրացնում Փաշինյանի ռեյտինգը, թե դա միֆ է, դա մի քիչ որ հետ գնանք, չէ, այսինքն նույն 18 թվականի իրադարձությունները կախված էին նախկին իշխանությունների նկատմամբ հասարակության բավականին մեծ դժգոհությունից։ Այսինքն կար կուտակված տարիներով արդարության, սոցիալական, տնտեսական, կոռուպցիա եւ այլն, այդ դժգոհությունը բերեց 18 թվականի իրադարձություններով հանգուցալուծման, դրանից առաջ տարբեր դրսևորումներ առավելևս հետընտրական։ Հիմա այդ դժգոհությունների թիրախ որպես այդպեսին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն, այո, դա կարծում եմ որ ոչ մեկը չի հերքում, որ այդ 20 տարվա իշխանության նկատմամբ հավաքական կար մեծ դժգոհություն առնվազն։ Հիմա դրանից հետո նույն եկանք հասանք 21 թվականի, հա, այսինքն 21 թվականի ընտրություններում հասարակության մեծ մասի մոտ բնական անհանգստություն կար Ռոբերտ Քոչարյանի ընտրության մասով, վերադառնալու մասով, որը այո, կարևորագույն գործոն էր Նիկոլ Փաշինյանի վերընտրման 21 թվականին։ Հիմա արդյոք կան մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան այլընտրանքի մեջ ընտրում են Նիկոլ Փաշինյան, որ Ռոբերտ Քոչարյանը չգա, իհարկե կան, այսինքն այդ հակաընտրությունը, որը շատ հաճախ ընդ որում մեր ընտրություններում շատ է եղել, չէ, ընտրենք նույն մարդիկ ընտրում էին ինչ-որ մեկին, Ռոբերտ Քոչարյանը չլինի, ընտրում էին մեկին, այսինքն հակառակ Ռաֆե Հովհաննիսյանը կես միլիոն ձայն էր հավաքել։ Այնպես չի որ նույն Միացյալ Նահանգներում չկա, չէ, այսինքն այնպես չի որ այդ հակառակ ընտրությունը, ընտրողների այդ նեգատիվ ընտրություն հասկացությունը միշտ կա ու միշտ լինելու է, հիմա էլ կա։ Այսինքն մարդիկ ասում են, չէ, ում ուզում ալի ընտրենք Նիկոլ Փաշինյանը չլինի։ Հիմա այդտեղ 21 թվականին Ռոբերտ Քոչարյանը ուներ հակառակ էֆեկտ։ Ինչ որ մարդիկ ասում են մեկա գնանք Քոչարյանին ընտրենք Նիկոլը չլինի, բայց հակառակն էլ էին ասում։ Հիմա արդյոք Ռոբերտ Քոչարյանը ունի քաղաքական այն մեծ ազդեցությունը եւ դրական եւ բացասական իմաստով ինչ որ 21 թվականին բնական է չէ, առավելևս իրեն թվում է, բայց ամենաշատ ձայներն ինքը ունի, ես ոնց հասկացա իր վերջին ասուլիսից, ընդդիմադիր դաշտում նկատի ունեմ։ Գիտեք ինչ, այդ սոցիոլոգիական հարցումներին ոչ թե ասում չենք հավատում, այլ իրանց կոնտեքստը, պահը, հարցադրումները շատ հաճախ իրական, որովհետեւ որ զանգում են քեզ ինչ որ հարց են տալիս, դա այլ բան է։ Բայց որ դու գնում ես ընտրության ու դու կատարում ես որպես պարտականություն, իսկ հեռախոսով ուղղակի բան ես ասում, դա բոլորովին այլ բան է։ Եվ Թրամփի ֆենոմենը հենց դա է, ինքը հենց ինքն էր ասում էր իմ կողմնակիցները շատ է հարցումներն ասել են չեմ էլ մասնակցել կամ չեմ հետեւաբար նախ դեռ նոր սկսում են ինչ որ այդ քարոզչական, այդ նախորդ տարի դեռևս շատ ուժեր չէին ակտիվանում։ Հիմա արդյոք Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը այտենց վճռորոշ դեր է լինելու Նիկոլ Փաշինյանի ընտրության մեջ, ես վստահ եմ որ չէ։ Հիմա իր որոշումն է մասնակցում է թե չէ։ Հիմա այտենց մենք չունենք դրական վերաբերմունք իր մասնակցության եւ իր քաղաքական գործունեության մասով, բնական է, բայց ես չեմ ուզում Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը համարել 26 թվականի ընտրությունների կարևորագույն իրադարձություն, քաղաքական դաշտում բազմաթիվ ուժեր կան, առավել ընդդիմադիր դաշտով եւ ես վստահ եմ, որ ընդդիմադիր մի քանի ուժեր շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն իշխանություն ձևավորելու, քան 21 թվականի մասնակից ուժերը, որտեղ այդ կարևոր բան կա։ Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից դժգոհությունը ոչ միայն վերջին այդ իրենց գործունեության 20 տարում եղել։ Այդ մարդիկ 21 թվականին մասնակցել են ընտրությունների նպատակ ունենալով Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որպես այսքան ասել մեծ ձայն տվեք Նիկոլ Փաշինյանը հեռացնում են։ Մարդ չեն հեռացրել, 21 թվականին լավ ընդունենք քիչ ձայն են տվել, միայն իրենց մեղքը չի։ Բայց 21 թվականից մինչև այսօր 4 տարի այդ մարդիկ էլի խոստացել են Նիկոլ Փաշինյանի հեռացում, շարունակելով համարել գլխավոր օրակարգը, այսինքն խորհրդանական ընդդիմությունը որպես ընդդիմության հռչակած նպատակներ եւ խոստումներ, այսինքն եւ որպես իշխանություն 20 տարի իրենց խոստումները չեն կատարել, հիմա էլ որպես ընդդիմություն չեն կատարել։
Հիմա ես չեմ կարծում ժողովուրդը 20+5 տարի խոստումները, գլխավոր քաղաքական խոստումները, այսինքն 20 տարի որպես երկրի կառավարում են տապալել, տեղի ունեցել 18 թիվը, հիմա էլ 5 տարի է դառնում, որ որպես ընդդիմություն խոստացել էին Նիկոլ Փաշինյանին հեռացնել, ընդ որում մեր պատմության ամենախայտառակ ժամանակահատվածում Արցախի կորուստի ժամանակ, երբ որ դու այդ ինչքան անբաշար ընդդիմություն պիտի լինես, որ իշխանությունը մարսի Արցախի կորուստը։ Նկատի ունեք տապալել են նաև Փաշինյանի հեռացման։ Այո, եւ ասում եմ, այնքան անբաշար լինես, որ Փաշինյանը կարողանա պատերազմ պարտվի Արցախ հանձնի 23 թվականին ու շարունակի մնալ իշխանություն այս ընդդիմության օրոք, ժողովուրդը հաջորդ շանսը չի տալու։ Ես կլսեմ հիմա նրանց ասպես հակաքննադատությունը, դուք հեռացնեք, պարոն Առաքելյան, մենք անտաղանդ էինք։ Մենք չենք խանգարել, մենք մեր ռեսուրսների չափով իրականացրել ենք մեր պատկերացումները, առավելևս երբ որ մենք ասում ենք իշխանությունը պետք է հեռանա ընտրություններով ու հասարակության մոտ փողոցային պայքարով, խորհրդարանական ընդդիմության միջոցով իշխանության հեռացման պոտենցիալ չկա, մեզ թերահավատորեն կամ քննադատաբար էին մոտենում, հետեւաբար մենք չէինք տեսնում, որ այն խորհրդարանական առավելևս այդ խորհրդարանական ընդդիմությունը գնում էր իմպիչմենտի գործիքակազմով, որը մոտավորապես ասում էր մենք ենք գալու իշխանության, այսինքն այդտեղ ժողովուրդն է դերակա, ժողովրդին ասում էր եկեք, անենց արեք, մենք գանք իշխանության, ոչ թե դուք որոշեք ով է իշխանությունը, ժողովուրդը նիստակ բան կա, այսուհետև նաև ինչի համար եմ ասում 26 թվականի ընտրություններով իշխանափոխությունը պետքա դառնա վերջապես առաջին նախադեպը Հայաստանում ընտրություններով իշխանափոխության, Հայաստանում երբեք ընտրություններով իշխանություն չի փոխվել։ Ու սա երբ որ դառնա նախադեպ ժողովրդավարության համար սկզբունքային անկյունակարային է դառնալու, որ այսուհետ Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի բացառապես ընտրություններով։ Ես անկեղծ ասեմ, դուք ինձ քիչ պատահած ընդդիմադիր գործիչներից եք, որ այսպես շատ շեշտը դնում է ժողովրդի գործոնի վրա։ Ես ավելի շատ լսել եմ քաղաքական ուժերը կմիավորվեն, ասենք մի 30 քաղաքական ուժ կմիավորվի եւ կլինի իշխանափոխություն կամ փողոցային պայքարով քաղաքը կպարալիզացնենք եւ կլինի իշխանափոխություն։ Այդ դրա համար էլ չի լինում, երբ որ դու ժողովրդին արհամարում ես, ժողովրդի դերը թերագնահատում ես ու ասում ես դե մենք կորոշենք ով է վարչապետ, մենք կորոշենք երբ են գալու իշխանության, ոնց են գալու, դրա համար չես գալի։ Այսինքն ժողովուրդը սովորել է գործոն լինել եւ չես կարող շրջանցել։ Այո, ոչ թե սովորել այդպես է պետք է լինի։ Էլ եմ ասում, մեր պետության դուք ասացիք, որ թիմերում տարբեր տեղերում այո, մենք հաղթել ենք, ժողովուրդը եկել ընտրության, հաղթել ենք, միտեղ այո, տեղ ա եղել որ պարտվել են։ Այո, մենք այդ համայնքում ընդունում ենք մեր պարտությունը։ Կամ ինչ որտեղ այլ ուժ հաղթել։ Մենք համարում ենք, որ այդտեղ ժողովուրդը մեզ տվել ավելի քիչ վստահություն, քան մենք պատկերացնում ենք։ Ուրեմն վատ ենք աշխատել ժողովրդի հետ։ Հավաքական իմաստով կարող է մի քաղաքացի սխալվի, երկուսը սխալի քո գործնեության մասով, հա, ինչ որ մեկը քո մասին սխալ կեղծ ինֆորմացիայի հիման վրա կարծիք հայտնի, բայց հավաքական իմաստով չի կարող ամբողջ ժողովուրդը հետո վերջում ասել դե ժողովուրդը մեզ չհասկացավ, դրա համար սենց եղավ։ Ժողովուրդը հիմա բառեր չասեմ, շատ բառեր են, չէ՞, օգտագործում, հա։ Հա, ժողովուրդը տենց գնաց ընտրեց այս իշխանության անխելքա, չէ։ Մենք ենք մեղավոր, եթե մենք որպես ընդդիմություն չենք կարողանում ժողովրդին մատուցել իրականությունը, ժողովրդին չենք կարողանում ցույց տալ այն խնդիրները, որ Հայաստանում կա, չենք կարողանում ներկայացնել այդ խնդիրների լուծում ու ստանալ վստահություն, պետք չի թե ժողովրդին մեղադրել։ Ու քաղաքականություն ընտրությունները այդ ֆուտբոլ չի, որ գնաց դիմացինի հետ խաղա, ժողովուրդը նստի նայի։ Այստեղ մենք եթե խաղի տեսանկյունից ենք, մեր խաղը ժողովրդի հետ է, մեր խաղը իշխանության կամ քաղաքական դաշտի հետ չի, որ սենց նստենք իրար վրա գորգրանք, որը շատ հաճախ լինում է, ով բարձր գորգռում է, ինքնը պետքա դառնա չեմպիոն, տենց չի։ Մեր աշխատանքը, որը միշտ եղել է այս 4 տարի մայ շարունակը, բացառապես ժողովրդի հետ է, եթե դու գնում ես ժողովրդի հետ աշխատում ես, ժողովուրդը գալիս է քեզ ընտրում է, ոչ մեկ չի կարող գալ քեզանից այդ իշխանությունը խլի։ Շատ լավ, պարոն Առաքելյան, չեք կարծում հիմա իշխանության դաշտին անդրադառնանք, իրենք 21-ի համեմատ ավելի ուժեղ դիրքեր ունեն, 21-ին երբեմն ասում են փողոցում իշխանություն գցած էր, բայց եթե գցած լիներ, ինչ որ մի քաղաքական ուժ վաղուց վերցրած կլիներ, ուրեմն գցած չէր, այդպես թվում էր, շատ ներքին իրադրությունը անկայուն էր։ Փաշինյանի լայվերը բունկերից շատերն են հիշում, իսկ դա վկայում էր այն մասին, որ կային օրեր, երբ որ պետական իշխանությունը չէր կարողանում հիմնական ֆունկցիաներ կատարել, հա։ Շատերը չեն հասկանում ինչ է տեղի ունենում, ցուցարները գրավել են խորհրդարանի շենք, հետո կառավարության շենք, իհարկե դատական գործեր դրանք հետո դարձան եւ այլն,
բայց շատ մեծ անորոշություն կար եւ այդ անորոշությունը պահպանվում էր մինչեւ 21-ի ընտրություններ, գշներ հրաժարական պահանջում, իրոք ցույցեր եւ այլն, էլի շատ իշխանության դիրքերը թույլ են։ Հիմա մենք պարտված էինք, Արցախի ճակատագիրը հայտնի չէր։ Իհարկե 23-ին տեղի ունեցավ բռնի տեղահանություն եւ էթնիկ զտումը, որը ակնհայտորեն այս իշխանության օգտին չէ, շատ մեղմի է թե ձևակերպենք, բայց արդյոք նրանց օգտին մի քանի գործոններ չեն կատարելու դեր եւ մեծացնելու վերընտրության շանսը, դա Ադրբեջանի հետ խաղացան համաձայնագրի նախաստորագրումն է եւ կան տեղեկություններ, որ հավանական է մի քանի ամսից նաեւ ստորագրում լինի, դա չգիտենք, այսպես վերջնական չպնդենք, իրապես մարդիկ ընդդիմադիր տարբեր ուժեր ծաղրում են, ասում են, հա, դե սահմանին չեն կրակում, բայց դա ինչ խաղաղություն է, Ալիևը սպառնում է, բայց մարդիկ ռեալություններն են գնահատում, երբ որ զինվոր են ուղարկում բանակ եւ նա չի զոհվում հակառակորդի գնդակից, դա ինչ որ խաղաղության կոմպոնենտ միգուցե ընկալում են, հա։ Թուրքիայի սահմանի բացման հավանականություն կա փետրվարի սկզբին կամ մոտ շրջանում, բայց երրորդ անձանց եւ այլ երկրներ, այսինքն այս իշխանությունը կարող է ցույց տալ արդյունքներ եւ ասել, տեսեք, իմ քաղաքականությունը այո դաժան էր, այո աղետալի է նաեւ եղել, բայց մենք ծնկում ենք, ներողություն ենք հայցում, սրանից հետո լավ է լինելու։ Տեսեք, 21 թվականի ընտրությունների իշխանության դիրքավորումը ու հիմա մի քանի պատճառներով համեմատելի չի, նախ 21 թվականի ընտրությունները բավականին գեր էմոցիոնալ ֆոնի շրջանակներում էր, հա, այսինքն ընդհանրապես արտահերթ ընտրություն է, այս արտահերթն էլ շնորհիվ դու պատրաստ չես, որպես նաև ընտրող քո վարկագիծը, քո պատկերացումները, գործոնները, այսինքն հետ պատերազմական անակնկալ աղետալի վիճակ, մարդիկ էմոցիոնալ ֆոն, չգիտեն ինչա կատարվում, ինչա կատարվելու, ու շատ հաճախ նման իրավիճակներում մարդիկ ընտրում են եղած վիճակը, այսինքն վախենալով հետագայում ավելի մեծ աղետներից, ավելի մեծ փոփոխություններից, այսինքն շատ հաճախ մարդիկ են որ լավ ինչ կա, գոնե սենց մնա, գոնե Արցախի այսքան մասը պահպանվի, այլևս տենց քանի որ Ադրբեջանը այսքանը գրավել էր, պատերազմը հրադադար, նոր զոհեր չեն լինի, որովհետև այո մենք խոսում ենք, բայց եկեք հիշենք 21 թվականի ընտրությունների նախաշեմին էլ արդեն գոնե գետնի վրա խաղաղության մթնոլորտ կար, այդ ռազմական ագրեսիաները տեղի ունեցան 22-23 թվականին, ներխուժումներ կան, բայց հա զոհեր, վիրավորներ մենք չունեցանք, եթե հիշում ենք, հա, նաև այդ դեպքերը, նաև են մայիսի 12-ի ներխուժումը, բայց ռազմական չէր, հա, այսինքն այդ տեսանկյունից կար, իհարկե ել եմ ասում, նախկին իշխանությունների գործոնների ժամանակ մեծ ազդեցություն ունեցավ, բայց ընդհանրապես հիմա եթե նայենք 21-ից 26 թվականներին, որ իշխանությունը դուք թվարկեցիք ինչ է արել։ Արդյոք դրական բան։ Ես թվարկեցի թե որ նա այո, իրանք են ասում։ Հա, չէ, հիմա ընդունենք ինչ որ բաներ արվել է, եւ մեր չեմ ասում, բայց այն մի անգամ մի գրառում էի արել, որ եկեք սանանք ֆուտբոլային լեզվով։ Հիմա ցանկացած իշխանություն, խոսենք այս իշխանության լավ էս 5 տարվա մասին։ Արվել է ինչ որ դրական բան փոխվել է երկրում։ Փոխվել է։ Բացասական փոխվել է։ Ընտրողի խնդիրը այդ երկուսի համեմատությունն է։ Ծայրահեղացնել ասել էս իշխանությունը ոչ մի լավ բան չի արել, այս վերջի 7-8 տարում Հայաստանում ոչ մի լավ բան տեղի չի ունեցել։ Էդ էլա ծայրը, որտեղ դուք եք նշում, մարդիկ ինձ աչքով տեսնում են, որ բանա փոխվել դրական չէ։ Դպրոցը սարքվել։ Հա, կամ ասենք, հա, այո, զոհեր չկան, բայց ֆուտբոլային լեզվով ասած հիշում եք Պորտուգալիա Հայաստան խաղի 9-1-ը։ Ոնց որ իմ ասենք, տեսակ Սպերցյանը ինձ սիրուն գոլ խփեց։ Հա, սիրուն գոլ խփեց, հաշիվը 9-1-ը։ Այո, տեսանք, որ խաղաղության պայմանագիր ստորագրվեց շատ սիրուն։ Բայց Արցախը կորցրեցինք։ Հիմա երբ որ դու գնահատում ես խաղաղության պայմանագրի արկայությունը, քանի միավոր է քո համար, ու Արցախի կորուստը քանի միավոր է։ Ցանկացած համեմատության մեջ այս իշխանության վերջի 5 տարվա կատարած բաց թողումները մի քանի անգամ ավելի ծանր հետևանք ունեն, քան այն ձեռքբերումները, որոնք իրենք կարող են ներկայացնել, որ կա, բայց միայն անվտանգային մասով եք խոսում։ Այս իշխանությունը նախ մի հատ էլ քաղաքականության մեջ ընտրությունների մեջ շատ կարևոր բան կա, այդ խոստումներն է, խոսքի արժեքն է։ 21 թվականին կա ՔՊ-ի նախընտրական ծրագիր։ Բացում ես, կարդում ես, լավ, այն Շուշի, Հադրութի, դեօկուպացիան հասկացանք, լավ, հիմնավորում են աշխարհաքաղաքական ինչ ա եղել, Արցախը կորցրել ենք, լավ, հա, ռուսները տվեցին, այդ լավ, դրինք մի կողմ, այդ գլուխը ասում ենք ֆորս մաժոր ա եղել, դուք չգիտեիք, որ տենց խոստում եք տվել։ Բա գրում եք, որ աղքատությունը 26%-ից սարկում ենք 13%։ Ու բացառիկ
տնտեսական ակտիվություն ա եղել, նաև արտաքին ազդեցության շնորհիվ ռուս-ուկրաինական հակամարտության 7%-ից ավել միջինը տնտեսական աճ, որը նախընտրական ծրագիր, բայց աղքատությունը թե 26-ից պիտի դառնա 13, ինչի է 26-ից դարձել 23։ Այսինքն աղքատության կրճատումը, որը ռազմավարական սկզբունքային հարց է մեր պետության համար արդեն 30 տարի, մարդիկ արդեն իրենց երեխաներին են ժառանգել այդ աղքատությունը։ Այդ խոստումը ինչի կատարված չի։ Նվազագույն աշխատավարձը խոստացել եք բարձրանա, չի բարձրացել։ Թոշակների բարձրացումը ինչ չափով խոստացել են 62,000 դրամ, 3,000 դրամ չի բարձրացել։ Ջրամբարներ պետքա սարքվեր, չի սարքվել։ Տեխնոպարկեր 4 թե 5 պետքա սարքվեր, չի սարքվել։ Էլ բազմաթիվ, այսինքն ես խոսում եմ բացառապես 300 դպրոց ծրագիր, չէ՞ որ այսքան թմբկահարում են։ Դպրոցների սարքերը լավ բան է, միանշանակ լավ բան է։ Նախ 300 չի կառավարության հաստատած վերջնական տարբերակում 277 է։ Այդ ես ինքս հարցում եմ արեկը ԳՄՍ-ին, լավ, երբ մի ամսվա վաղեմության այդ հարցումը 60 դպրոց է սարքվել։ Այսինքն դուք ներկայացնում եք ծրագիր կառավարությունով է հաստատած, կառավարության ծրագիր եմ ասում, չեմ ասում նախընտրական, ստորագրած, քվեարկած։ Այդ 300 դպրոցից 5 տարում, եթե որ պլանը 20% ես կատարում, նորմալ է։ Դուք ասեք, Ռոբերտ ջան, նորմալ է, երբ որ դուք կառավարությունով բան ես հաստատում, 20% ես կատարում, բացառապես ներքին հարց, այսինքն 0 ազդեցություն ունեն, չէ՞, դպրոցների շինարարության վրա, ռուսները, ամերիկացիները, թուրքերը, ադրբեջանցիները, ներքին տնտեսությունն է աճում, ասում եք, այսքան փող կա, հələ այնքան է փողը շատացավ, մի քիչ պարգևավճար ենք տվել մեզ։ Այդ ծրագիրը տապալել են, այսինքն երբ որ դու նայում ես իրենց նախընտրական ծրագրերը, կառավարության ծրագրերը 21-26 թվականի, խոստումների ճնշող մասը չեն կատարել, այս մարդիկ բան են ասում, չեն անում։ Հիմա պարզ բան է, երբ որ շատ չբարթացնենք, ընտրությունը ինչ է, գալիս ես իշխանության, բան ես խոստանում, անում ես, ավարտում ես քո ծառայությունը 5 տարի, գնում ես։ Հիմա Ժորժ ջան, այս մարդիկ 5 տարի խաբել են։ Անվտանգային մասով խաբել են, Արցախի մասով խաբել են։ Տնտեսության մասով խաբել են, սոցիալական մասով խաբել են, ենթակառուցվածքների մասով խաբել են։ Այսինքն Հայաստանում էլի երեք կարդում են, մոտ մի քանի 100 գյուղ կա, որտեղ մի քանի ժամ է մարդը ջուր ստանում։ Այսինքն այս 30 տարի է, նախկիններից ինչ ժառանգել են, շարունակում են։ Հայաստանում ջրի 65%-ը կորում է։ Լավ, այս 7-8 տարի չեք կարում այդ հարցը, չեք կարում այդ անտեր ցուցանիշը, որ այդ ջրի 2/3-ը կորում է։ Այսինքն խմելու ջուրը պետք է հասնի մեր տուն, այս ամառը տեսանք, չէ՞, Երևանում ինչ խայտարակ, այդ չենք կարում լուծենք։ Այսինքն այդքան ենթակարող է տարական, ասենք լավ, ջրի խողովակ փոխելու ունակություն չունի այս իշխանությունը այս 8 տարի, դրանից առաջ է 30 տարի նախորդ իշխանությունը, որ ջրի երկիր, որ սաղ աշխարհը ջրի կռիվ է տալ, այդ ջուրը 2/3 է։ Այսինքն այնքան ջուր է կորում, որ այսինքն մենք ինչքան ջուր ստանում ենք, այդքան ջուր կորում է ճանապարհներին, երբ որ աշխարհը ջրի համար եսիմ ինչ ծախսեր անում։ Այդ հարցը չլուծելու մեղքը ումն է, Ռոբերտ ջան, ումն է մեղքը, ասեք։ Շատ լավ, պարոն Առաքելյան, ես վստահ եմ ընտրությունները առաջ էլի ձեզ հնարավորություն կունենանք այստեղ հյուրընկալել եւ տարբեր հարցեր անդրադառնալ, կրկին շնորհակալություն։ Factor TV-ում հյուրընկալել ենք Մեսրոպ Առաքելյան։